Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Սովորի։ Պարոն Սարգսյան, ամենօրյա ռեժիմով նախընտրական շրջանում մենք տեսնում ենք ամենատարբեր հայտարարություններ Ռուսաստանից, ընդ որում օրվա ընթացքում կարող են ամենատարբեր պաշտոնյաներ հանդես գալ։ Օրինակ, երեք Գալուզինն է հայտարարությամբ հանդես եկել, Շոյգուն Գալուզինը խորհուրդ է տալիս Հայաստանին կողմնորոշվել կրկին ԵԱՏՄ-ը, ասում է, որ միաժամանակ երկու հարսանիքում Հայաստանը չի կարող ապրել եւ պիտի ճիշտ եւ հստակ որոշում կայացնի, նաեւ որոշակիորեն փորձում է հանրությանը ուղղորդել ինչ որ իմաստով, ասում է զգուշ եղեք, որպեսի գործիք չդառնաք ինչ որ այլ երկրի ձեռքում Ռուսաստանի դեմ եւ այսպես շարունակ։ Նախ հասկանանք, պարոն Սարգսյան, նախընտրական շրջանում ինչու է այսքան մեծ անհանգստությունը Ռուսաստանի եւ ինչու է Ռուսաստանը իրեն պահում խանդոտ ամուսնու նման այն դեպքում, երբ խոսքը ոչ թե միջանձնային, այլ միջպետական հարաբերությունների մասին է եւ այն դեպքում, երբ բարբերաբար ամենօրյա ռեժիմով նաեւ Հայաստանից հայտարարում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ հիմք, նախադրյալ եւ նաեւ նախապայման Հայաստանը դրա մասին առաջ չի քաշել։ Ինչու՞մն է այս ամենը, արդյոք նախընտրական է եւ ինչու է փորձարվում վախ գեներացնել։ Հենց ամենօրյա ռեժիմով բառը լսում եմ, քարոզարշավն եմ հիշում ու չեմ կարողանում կենտրոնանալ հարցի վրա, որտեվ հիմա ամենօրյա ռեժիմով առավոտ շուտարտնանում ենք, մի 13000 քայլ անում ենք միջին օրական, հետ ենք վերադառնում ու գիշերը կիսահոգնած, կիսաքնած հետևում ենք, թե գալուզիններն ինչ են ասել։ Ռուսաստանն ունի վախեր, որ Հայաստանում եւ համոզմունք, որ Հայաստանում ընտրություններում իրենց ուզած ռուսական ազդեցության կամ ինչպես իրենք են համարում Ռուսաստանի բարեկամ քաղաքական կուսակցությունները համազոր քվե չեն հավաքելու, որ իշխանություն ձևավորեն, եւ դա դրսևորվեց նաեւ Վլադիմիր Պուտինի արված հայտարարության մեջ, որտեղ ինքը ասաց, որ Հայաստանը եթե ուզենա ԵԱՏՄ-ից դուրս գալ ու գնալ Եվրոմիություն, այդ ժամանակ թող հանրաքվե անի։ Այսինքն ինքը ընդունեց, որ Հայաստանում հաղթելու է գործող իշխանությունը ու հետևաբար թող հանրաքվե անի, որտեղ գործող իշխանությունից դուրս մեկել մեզնից դուրս, իսկ մենք չենք գնում իշխանությանը հաղթել, ուրիշով հաղթի, այդ թեման փակ է, գոյություն չունի իրենք չեմ էլ փորձելու Եվրոմիություն գնալու, այսինքն իրենք փաստացի հաշտվել են արդեն այդ ընդունում են, որ դա կա ու ներքին վախեր են դնում այդ առումով, որպեսզի Հայաստանը նման քայլերի չդիմի։ Դա մի բան է նշանակում, դա շատ տխուր է, որ Ռուսաստանը առաջարկություն չունի Հայաստանին եւ շարժվում է հոգեբանության մեջ ընդունված էթնոհոգեբանության ներքին վախերով մեր ժողովրդին վախեցնելու ու նմանվում է չարի վերջի հեքիաթի աղվեսին, որ հենց կկունձակեր է ուզում ունենալ կամ ձակ է ունենում, գալիս է ասում է սարնիմն է, ծառնիմն է, ծառով չակ կա ու սենց կացին ունեմ, հեսա կկտրեմ, չպատմեմ հեքիաթը, բայց Ռուսաստանը լրիվ այդ հեքիաթի համատեքստում է, ու այդ հեքիաթի չարի վերջի հեքիաթի աղվեսի հետ ինչ կատարվեց, դա շատ իրատեսական է։ Ընդհանրապես այդ հեքիաթը Բանգայի պայծառատեսության դաշտից հեքիաթ է, որը այս պարագայում իրականություն է դառնալու, որովհետև Ռուսաստանը ինքը շատ լուրջ տնտեսական խնդրեմ ունի։ Եվ այդ թեմայով Հայաստանի քաղաքական դաշտում ցավոք չեն խոսում, այդ թեմաները ավելի շատ խոսում են Ուկրաինայի քաղաքական վերլուծաբանները կամ Ռուսաստանը լքած քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, այնպիսին ինչպիսին ասենք նախկին վարչապետ Ռուսաստանի Կասյանովն է, որոնք թվեր են ներկայացնում ու այդ համատեքստում հետևյալն է Ռուսաստանում մոտ 30 միլիոն մարդ այսօրվա դրությամբ սպասարկում է Ուկրաինայի դեմ պատերազմը։ Դրանցից մի 3 միլիոն ուղիղ պատերազմի դաշտում է եւ ստանում է 4-5 անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան Ռուսաստանում սովորական աշխատող մարդը։ Մնացածները սպասարկում են տարբեր գործարաններում, ռազմական արտադրանք են արտադրում, ուղարկում են ռազմաճապկատ։ Ու պատերազմի ավարտից հետո, անկախ նրանից Ռուսաստանը հաղթում է թե պարտվում է, այդ 3 միլիոն զինվորական պահելը դառնում է անիմաստ, դրանց որոշ մասին պիտի տուն ուղարկեն, ընդ որում դրանք մարդիկ են, ովքեր արյուն են տեսել, զենքի հետ վարվել գիտեն, ու իրենք պիտի գան 3 անգամ պակաս աշխատավարձ ստանան։
որտեղ իրենց այլևս վճարող չի լինելու։ Եվ այդ գործարանները, որոնք Ռուսաստանը այսօր ամբողջությամբ դրած է ռազմական ռելսերի վրա, այդ զինամթերքի այդ զենքի պահանջարկը չի լինելու, այդ վաճառելու տեղ չեն ունենալու, հետեւաբար այս մարդիկ գործազուրկ են մնալ։ Այսինքն պատերազմի ավարտը ռուսական ցանկացած ավարտ, հաղթած թե պարտված, ռուսական տնտեսության փլուզում է նշանակելու, ինչի փլատակների տակ որևէ պարագայում չպիտի մնա Հայաստանը։ Եվ այս ուղղությամբ այն նրանք, ովքեր որ ասում են, չէ, ԵԱՏՄ-ից չենք պատրաստվում դուրս գալ, մենք դեռ ԵԱՏՄ-ի մեջ ենք եւ այլ, այս ուղղությամբ պարտադիր պիտի մտածեն։ Ես հասկանում եմ այդ ասելու տոնն ինչումն է, որ այս ընտրությունների ընթացքում հեսա 22-ից ծաղիկների նկատմամբ որոշակի խնդիր են առաջացրել եւ քիչ քանակությամբ են։ Այսինքն ռուսները ծաղիկներ քիչ են սկսում օգտագործել ու իրանք այդ ծաղիկների ներմուծման քանակը կրճատելու են։ Այս ամեն ինչը Հայաստանի ներքաղաքական ընտրությունների վրա ազդելու վրա է եւ Ռուսաստանը ճիշտ կանի առաջարկներ անի, թե ինքը ինչ է առաջարկում Հայաստանին։ Ոչ թե աշխատի, թե ինչ կանեմ Հայաստանի հետ, եթե դուք հեռանաք ինձանից, որտեվ պարզ հարթության մեջ հետևյալում է. Եվրոմիությունը եւ Արևմուտքը մեզ առաջարկներ է անում։ Երկկողմ համաձայնագրեր է ստորագրում Տրիպով, Եվրոմիությունը 2.4 միլիարդի առաջարկներ է անում, մեր մոտ գագաթաժողովում տարբեր ուղղություններով առաջարկություններ է դնում, որ մենք պիտի աշխատենք, բայց Եվրոմիությունն ասում է, ես ձեզ Եվրոմիություն դեռ չեմ ընդունել, քանի դուք այս չափանիշներին չեք համապատասխանել։ Դուք պիտի զարգանաք, ես ներդրումներ կանեմ։ Մենք պիտի ձգտենք հասնել դրան։ Ռուսաստանը հակառակը ինքը մեզ վախեցնում է, ասում է, եթե դուք Ռուսաստանից փոխվեք, դուք կոչնչանաք, ես ձեզ կանեմ, ենք անեմ։ Մեկը պահում է կապանքների մեջ թոկը Հայաստանի վզին, մյուսն ասում է Հայաստան, որպեսզի այդ թոկից դու ազատվես, որպեսզի դու մեր ընտանիքի անդամը դառնաս։ Դու պիտի անես այս քայլերը, քո քաղաքացին պիտի ազատ լինի, դու պիտի տնտեսությունը այս չափանիշներին հասցնես, մենք էլ պատրաստ ենք քեզ օժանդակելու, որ դու այդ չափանիշներին հասնես։ Հայ մարդը ենթագիտակցաբար վերլուծելով թե առանց վերլուծելու նայում է նրան, թե իրեն ինչ են առաջարկում։ Ռուսաստանը վախեր է առաջարկում, Եվրոմիությունն ապագա։ Վախերի ու ապագայի մեջ ընտրություն անելը ամենապարզ բանն է։ Այն մարդը, ովքեր վախերով է առաջնորդվում ու քվեարկում է վախին, ինքը սադիստ է կամ մազոխիստ է, չբացատրեմ այդ բառերի տարբերությունն ու իմաստը, բայց ընդհանուր համատեքստում նույնն է, կամ երկուսը իրար հետ միասին վերցրած։ Բայց որոշ ուժեր նույնպես, կարծես թե պարոն Սարգսյան փորձում են վախը գործիքայնացնել, նույն օրինակ Կարապետյանի ուժը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը երեքն էլ խոսել են այն մասին, որ ընտրություն կատարելուց առաջ լավ հիշեք, լավ մտածեք այն մասին, ինչ կարող է լինել, եթե Ռուսաստանը զայրանա եւ մեզ դուրս դնի ԵԱՏՄ-ից, եթե Գագիկ Ծառուկյանի բառերով ասած հիշեք, թե որտեղ եք դուք խոպան գնում, կամ Սամվել Կարապետյանը, որ պարբերաբար խոսում է 300,000, հիմա արդեն կես միլիոն ադրբեջանցիների մասին, ամենատարբեր վախի, այսպես մթնոլորտ առաջացնող թեզեր է բերում ներքաղաքական դաշտ։ Եթե կտրվենք այս ամեն ինչից, իրենց առաջարկը ո՞րն է։ Այս ուժերի ռեալ առաջարկը, ուժեղ, բարգավաճ, բայց առաջարկը ո՞րն է։ Նախ այդ ուժերին Ռուսաստանն ընկալում է որպես Ռուսաստանի բարեկամ ուժեր եւ փորձում է ուղիղ լոբինգ անել այդ ուժերին, համարելով, որ նրանք իր վարկանիշը այստեղ բարձրացնում են։ Իրականում այդ ուժերը իրենց պահվածքով Ռուսաստանի պատերազմից հետո փչացած վարկանիշը ել ավելի են փչացնում, որտեղ միանում են այն անհեթեթ թեզիսներին, ինչը Ռուսաստանից ներմուծվում է այստեղ վախերի թեզիսին։ Այսինքն ոչ թե առաջարկություններ անելու, այլ վախերի թեզին են միանում։ Եվ այդ թեզերը նախ իրենք հոգեբանական ներքին արմատ ունեն, որը Ռուսաստանը իր համար փորձարկել է։ Եվ քանի որ դա փորձարկած է ու իրենց համար աշխատում է, իրենք այդ հոգեբանական փորձարկածը տեղափոխում են Հայաստան։ Այսինքն ի նկատի ունեմ 300,000 կամ 500,000 ադրբեջանցիների Հայաստան գալը, ինչը ծիծաղելի, ինչը անլուրջ է ու մեղք են մարդիկ, այն քաղաքական ուժեր ու այն պետությունը, որը այլ տարբերակ չի գտել իր թուլությունը լրացնելու համար, գնացել է պարզունակ ստին ու ճշմարտության, ստին Հայաստանում ճշմարտության տեղ կամ իրականության տեղ ներկայացնելուն։ Իրականում դա ռուս մարդու վախերն է։
Ցանկացած Մոսկվայում ապրող բնակիչ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանը, Կուրբան Բայրամի օրերին, երբ որ արթնանում է, տեսնում է Մոսկվայի, ասենք 30 մետրանոց փողոցները լեփլեց ունեն մարդկանցով, ովքեր նամազ են անում, իր մտքում, իր երազներում տեսնում է, որ գալու է մի օր, որ այդ Ռուսաստանը ամբողջությամբ մուսուլման է դարձած լինելու։ Այդ վախը ցանկացած ռուսի մեջ արդեն 20-25 տարի է կա։ Ու քանի որ իրենք այդ վախից վախենում են, այդ վախը տեղափոխում են այստեղ, ասում են, այ հայերն էլ քրիստոնյա են մեր պես, ուրեմն իրենք էլ այդ նամազ անելուց կվախենան, հետևաբար այս վախը տանենք այնտեղ, ասենք ձեր մոտ կարթնանակ ու առավոտները նամազ կանեն։ Իրականում իրենք իրենց հայրենիքն ու մեր հայրենիքը շփոթում են, կամ իրենց հայրենիքը ավելի շատ այն հայրենիքն է, այնտեղից բերել են այստեղ, բայց դա այստեղ աշխատող չի այն պատճառով, որ հայ մարդը բայց շատերը հավատում են հանուն արդարության, շատերը տենց մտավախություններ ունեն, եւ հետո նաեւ հաշվի առնելով 20 թվականի պատերազմը, որոշակի շրջանակի մոտ այդ վախը ամեն դեպքում այստեղ էլ կա, որ փորձում են գեներացնել։ Ես կարծում եմ, որ այդ վախը չկա, որ այդ վախը իբր թե կա, դրա գոյությունը միֆ է, որը էլի է ձեր նույն նշած շրջանակներն են տարածում, իրականում, այսպես ասեմ, 4-րդ դասանից վերև աշխարհը ճանաչող մարդը, քարտեզ տեսած մարդը, որ արդեն աշխարհագրությունը պատկերացնում է, դրան չի հավատա, որտեվ ինքը պարզից պարզ է։ Ադրբեջանը արդեն 5-րդ տարին է Լեռնային Ղարաբաղը, թե ազատագրված, մեր ազատագրված տարածքները, թե Ստեփանակերտը օկուպացրել է եւ այդ տարածքներում, ասենք գոնե Ստեփանակերտում մինչեւ 45,000 մարդ շատ բարեկեցիկ պայմաններում, չքնաղ բնության մեջ, Ադրբեջանի տարածքի համար բացառիկ առավելություններով կարող է գնալ ու ապրել։ Բայց Ադրբեջանը 5 տարի է չի կարողանում այդտեղ բնակեցնել։ Ջեբրայիլում եւ այլնում, այստեղերում նույնիսկ օդանավակայաններ է կառուցել, որ գնալ գալը հեշտ լինի։ Նույնիսկ ուզում է Օրադիսի օդանավակայանը միջազգային դարձնել, որ մարդիկ գան Վեննա այնտեղից տրնեն։ Բայց միևնույն է, այդ ամբողջ տարածքում, որտեղ կես միլիոնից մարդ հանգիստ կարող է ապրել, այնտեղ գյուղեր, քաղաքներ է սարքում, պլյուս լրացուցիչ գումար է տալիս կյանք սկսելու համար, 45,000 մարդուց ավել չի գնաց այնտեղ ապրելու։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի ցուցանիշները, որ այնտեղ գնացել են ապրելու, իրենք ասում են 60,000, իրական թվերը, որոնք որ Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակներն են ներկայացնում իրենց հաշվարկներով, 30-ից 45,000-ի շրջանակում է։ Ընդ որում զինվորականներ, զինվորական ընտանիքներ եւ այլ, այսինքն մարդը, որ Հայաստանից գնացել է կամ Լեռնային Ղարաբաղը լքել գնացել, ինքը սովորել է այնտեղի կյանքին։ Կենտրոնական Ադրբեջանում, մայրաքաղաքում ապրելու կյանքին ու իրեն ծեծելով հետ չստանի։ Այդ համամարտկային այդպիսի բան էլ կա։ Ցավոք սրտի, ասենք Սյունիքից, նույն Մեղրից Երևան եկածը, Սյունիքում հիմա ինչ հնարավորություն էլ տալիս, այսինքն հետ չի գնում, որտեղ սովորել է, որ այստեղ փողեր կան, այդ փողերը արագ են պտտվում, այդ արագ փողերի պտտվելու պարագայում ինքը քիչ ջանք չափ թափելով կարող է ավելի մեծ գումար աշխատել ու չի գնում։ Այս խնդիրներ են, որոնք Ադրբեջանը պիտի լուծի, եթե ուզում է, որ այդ տարածքներում մարդ ապրեն, եւ խնդիրներ են ցանկացած ազգի համար, ով սահմանային գյուղեր ունի, նույն Ռուսաստանի համար, որ ամբողջությամբ դատարկվել է, այս խնդիրներին հասնելու համար, այսինքն ադրբեջանցիները անգամ Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի կազմում է, Ադրբեջանի օրենքներով ամբողջությամբ պաշտպանված է եւ լգոտներ են տալիս այնտեղ ապրելու համար, հետ չի վերադառնում։ Ինչ թե մնաց Հայաստանը հետ վերադառնա, եթե անգամ Հայաստանի իշխանությունները դրան այո ասած լինեն, աղ ու հացով դիմավորեն։ Ենթադրենք Ադրբեջանի իշխանությունները այսօր աղ ու հացով դիմավորում են Սումբգայիթի ու Բաքվի հայերին, հետ գնացող լինելու է։ Եթե այդ մարդը գիտի, որ գործ է ունենալու Ադրբեջանի ոստիկանի հետ, Ադրբեջանի ԶԱԳՍ-ի աշխատողի հետ, Ադրբեջանի բանակում իր որդին պիտի ծառայի, իր անձնագրում, իր անձնագիրը պիտի լինի Ադրբեջան, գնալու է, անկախ նրանից թե այնտեղ ինչ ունի, չի հետ վերադառնալու։ Սա բացառված բան է։ Նույն Լեռնային Ղարաբաղի բնակիչը այսօրվա պարագայում, այսօրվա Ադրբեջանի առաջարկած մոտեցումներով, անգամ այնտեղ
որևէ երկրի ամենաամուր խաղապահի կանգնելու պարագայում Ադրբեջանի օրենքներով եւ Ադրբեջանի անձնագրով հետ չի գնա։ Հետ չի գնա։ Մատերի վրա հաշված մարդիկ կլինեն, որ կասեն համաձայն են կգնան, չեն գնալու։ Այս աբսուրդի ժանրից է, որը փորձվում է այդ էթնոհոգեբանության հենքի վրա Ռուսաստանը իր ներքին դեպի իսլամացում գնացող վախերը փորձում է տեղափոխել Հայաստան։ Ու ռուս ընկերները չեն հասկանում, որ Հայաստանը այս տարածաշրջանում իսլամի մեջ ապրելով 3000 տարի կամ ինչ ասեմ 6000 տարի, չնայած իսլամը այդքան չկա, երիտասարդ ավելի կրոն է 8-րդ դարից եկող, այսքան տարի իսլամի մեջ ապրող, նույն իսլամական երկիր Իրանում ապրելով իր քրիստոնեությունը պահել է, իր դավանանքը չի փոխել եւ նամազել չի արել, այնպես որ այդ հարցում իրենք սխալվում են։ Մենք բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ ենք անցել, բայց այդ խնդրում հայերը չեն փոխվել։ FSB-ի գործակալ լինելու մասով, FSB-ի աշխատակից լինելու մասով բացահայտում է ինսայդերը ինչի մասին էր, պարոն Սարգսյան, որովհետև Ռուսաստանից դա հերքել են, ասում են, որ դա սադրանք է եւ կամ որոշակիորեն պատվեր է արևմուտքի կամ Հայաստանի իշխանությունների, բայց հասկանանք, նույն ինսայդերի հրապարակումը երեք վարչապետը նաեւ խոսեց Բարգավաճ Հայաստանի երկրորդ համարի մասին Անդրանիկ Թևանյանի առայն, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է ուղարկելու քննչական կոմիտեին պետական դավաճանության մասով, այսինքն ստացվում է, որ քաղաքական դաշտ են մտել մարդիկ, ովքեր հստակ արտաքին հետք ունեն եւ այդ արտաքին ձեռքը, արտաքին ձեռագիրը ինչ խնդիր է իր առաջ դրել, ինչ խնդիր է ուզում լուծել։ Այդ հերքելը Ռուսաստանի, այդ հերքելը ինքը իր ամբողջ բովանդակությունը կորցնում է, երբ որ Ռուսաստանի փոխարտգործ նախարարը հանդես է գալիս ու ասում է Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի չի, ասենք մնում էր Պուտինը հայտարարել էլի այս առումով, ու իրենք ասում են, որ մենք Հայաստանի ներքին կյանքին չենք խառնվում էլի, մարդ է, քաղաքացի չի, այս մարդիկ աշխատում են կացինով, ու այդ կացինով աշխատելը իրենց դեմ է։ Իրենք չգիտեն նույնիսկ թե ասենք այդ հարցին ով պիտի պատասխանի, էլի։ Այդ հարցին պիտի պատասխաներ անձնագրայինը։ Էն էլ այստեղից հարցման դեպքում ու մի անգամից հարցը դել չեղած, սենց կրծքով պաշտպանում են Նարեկ Կարապետյանին։ Այդ ակնհայտ ցույց է տալիս իրեն շահագրգռվածությունը եւ որ այն ինչ որ գնացել է, դա իրականություն է։ Հակառակ դեպքում այդպես չէին խառնվի։ Երկրորդ, իրենք իշն են հերքում, որ իրենց դեսպանատունը վերահացվել հատուկ ծառայությունների, մասնագետների դեսպանատանը իբր ԱԳՆ-ի աշխատող, որոնք տեղեկություններ են հավաքում Հայաստանից, Հայաստանի դեմ ու տրամադրում են Ռուսաստանին։ Իրենք աշխարհի ցանկացած երկրում իրենք այդ են արել։ Եթե Հայաստանը միակը լիներ այդ առումով ու ինսայդերն էլ էս առաջին հոդվածը լիներ, բանավի չէինք։ Բայց չկա աշխարհում որևէ երկիր, որտեղ Ռուսաստանի դեսպանատան աշխատողը, որպես ԱԳՆ-ի աշխատող ներկայացնող տեղեկություններ չի հավաքել այդ լրտեսական այդ երկրից, որպեսզի տրամադրի իր երկրին, այդ երկրի ներքաղաքական կյանքում կամ ներքին կյանքում ազդեցությունը մեծացնելու վրա։ Իրենք այդ անում են այնքան վատ, որ բացահայտվում են։ Երկրորդ ես կարող եմ նաև կարծիք ասել, որ այդ նույն FSB-ի ֆեդերալ դաշտային ծառայության, անվտանգային դաշտային ծառայությունը ինքը շատ լուրջ դերձերժինսկուցեկողն են կայացած կառույց է, էլի։ Այնտեղից այդ կարգի ինֆորմացիաներ դուրս գալը այդքան էլ հեշտ բան չի։ Եթե իրենք ինքնուրույն արտահոսք չեն ապահովում։ Իսկ այդ արտահոսքը ապահովում են էլի ներքաղաքական կյանքում այս կամ այն ունեցած մարդուն աջակցելու համար։ Բայց հիմա դա ինչ աջակցության ձև է, այսինքն ըստ էության արտահոսքը այն մասին էր նաև, որ Սամվել Կարապետյանի անձնագրում նշում է եղել, որ աշխատանքի վայրը FSB աշխատակից։ Դա ինչ է կարծում, օգնելու է այդ մարդուն։ Դա ում էր պետք, ում օգնեց։ Այ հենց այդ հարցով շահեց դրանից։ Հարցը այս համատեքստում պիտի նայել, թին ռոմեացիներն են ասել, ցանկացած հանցագործություն բացելու համար նայեք ով շահեց։
Իսկ ով է շահում դրանից։ Նախ արտահոսք անող մարդ, ով կարողացել է հասնել նրան, որ արտահոսք լինի, ինքը կամ պիտի կոչումով ավելին լինի, քան Սամվել Կարապետյանը, որ այնտեղ աշխատել է, չգիտեմ, կոչում ունեցել է թե չէ, չնայած այդ կառույցներում ինչ էլ աշխատեց, ներառյալ հավաքարարը կոչում ունի։ Մինիմումը կրտսեր լեյտենանտ է կամ սերժանտ։ Ուրեմն ավելի բարձր կոչումով է, եւ այդ ավելի բարձր կոչումով մարդուն անհրաժեշտ է, որ նման արտահոսք տեղի ունենա։ Օրինակ, ես կարող եմ բերել Ռոբերտ Քոչարյանին։ Իդեպ վերջինորեն քիչ չեն այդ խոսակցությունները, պարոն Սարգսյան, որ հենց Ռոբերտ Քոչարյանը շահեց այդ ինֆորմացիան։ Ոչ միայն քիչ չեն, դա պարզ տրամաբանություն է, ով շահեց հենց այդ հարցի հին հռոմեացիներից եկող այդ հարցի պատասխանը, ով շահեց այս ամեն ինչից Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը իր ամբողջ կյանքում առերևույթ իրեն խանգարող իրավիճակների հետ որևէ կապ չի ունեցել։ Ի նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի, ասենք, առաջին արժանախագահի ինքնասպանությունը կամ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, ու սենց կարող եմ թվարկել։ Առերևույթ ինքը կապ չունի, դատարանում չկնեղանում է, չգիտեմ, մի դեպքում ասում է Միքայել Հարությունյանն է, այն դեպքում ասում է մարտի ինքնասպան է եղել, հոկտեմբերի 27-ի դեպքում ասում է այս 5-ն են участковի գործը, բայց ով է շահել։ Ինքը շահել է այդ ամեն ինչում։ Այդքան պատահականություն իրար հետ չի լինում։ Այստեղ էլ շահում է ինքը, իսկ իր ինչին էր այդ պետք որ անել, որ ինքը կարող է այդ նույն կառույցում ավելի բարձր չին ունենալ, քան ասենք, չգիտեմ, մամուլի աշխատակիցն է, որ Սամվել Կարապետյանն է նշել։ Դրանում կարծում եմ ոչ մեկ չի կասկածում։ Հետևաբար ինքը տեսել է, որ այն ցուցանիշը, ինչը իրենք դրել էին այդ իրենց Հայաստան դաշինքի առաջ 8% հաղթահարելը, այդ 8%-ն էլ կարող է չհաղթահարեն, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը 8%-ը չհաղթահարի, սիրելի ժողովուրդ, դա ավելի մեծ պատիժ է իր համար, քան Նիկոլ Փաշինյանն այսօր իրեն բանտ նստեց։ Նիկոլ Փաշինյանը չի արել, դուք մի քվեարկեք, դուք պատժեք այդ ուժերին։ Դուք պատժեք, քվե մի տվեք ու այդ մարդիկ ամենապինդ պատժվածը կլինեն։ Ու այդ դեպքում չեն կարող իրենք մեղադրել ժողովրդին։ Հիմա Նիկոլ Փաշինյանին ինչ ասես մեղադրում են, պիտակներ կպցնում, ժողովրդին չեն կարողանալու։ Այդ իրենց համար լրիվ պատային իրավիճակ է լինելու։ Իդեպ մեղադրում են նաև մարտի 1-ի համար, շատ հետաքրքիր է։ Միեդի վճռից հետո տպավորություն էր, որ գոնե առնվազն նման շահարկումներ չեն լինի, բայց նույն Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի համար էլ է Նիկոլ Փաշինյանին մեղադրում։ Ալիևը Հայաստանին ցանկացած պարագայում հակադարձում է հայելային։ Նույն բանը անում է Ռոբերտ Քոչարյանը։ Այդ սերնդի բանավիճերին մասնակցելու մեխանիզմն է։ Այդ 90-ականների այդ սերունդը, այ մոտավորապես այդ գյուղի կամրջի մոտ իրար հետ վիճող կանաց բանավեճի մեթոդներին է տիրապետում, ոչ ավելին, եթե քեզ ասում են դու վատն ես, դու ասում ես դու ես վատը, քո մարդն է վատը, քո երեխան է վատը ու քո հերը ընդհանրապես վատն է։ Կամրջի վրա կռվող կանայք այդպես են։ Նիկոլ Փաշինյանն ասում է մարտի 1-ով նստացնելու եմ, ինքն ասում է մարտի 1-ը դու ես արել։ Ու այսպես, ինչ ասի, հակառակն ասելու է դու ես, մոտավորապես այս չկա արգումենտը, այսինքն ինքը ոչ թե փաստեր է ներկայացնում, որ մարտի 1-ով ինքը որևէ կապ չունի, ինքը մեղադրում է ուրիշին, ասում է դուք եք արել, իսկ որ մարտի 1-ին Երևանի փողոցներում 10 մարդ է զոհվել եւ հայ սպան կրակել է հայ մարդու վրա, դրանում միանշանակ մեղավորը Հայաստանի գործող, տվյալ պահին գործող իշխանությունն է։ Միանշանակ, որովհետև դա հեղաշրջման փորձ չի եղել, դա բունտ չի եղել, դա զենքով իշխանությունների կամ պետական մարմինները գրավելու փորձ չի եղել։ Մարդիկ գնացել են ընտրությունների արդյունքները ակնհայտ կեղծվել են, դրանից բորբոքված մարդիկ դուրս են եկել փողոց, խաղաղ ցույց են արել փողոցում, անգամ օպերայի տարածքից դուրս չգալով, ուղղակի երթ անելով եւ օպերայի տարածք հետ վերադառնալով, ու քնած անձեն մարդկանց վրա գիշերով հարձակվել են, կոլցո օպերացիա են արել, օպերայի հրապարակում գիշերը քնած մարդկանց նկատմամբ, սրանից բորբոքված ժողովուրդը դուրս է եկել փողոց։ Հիմա այստեղ ասել, որ գիտեք ինչ,
Դուք եք մեղավոր Նիկոլ Փաշինյան, որ ձեր քվեն, որ գողացել ենք կամ ստիպել ենք ու դուք դրա համար փողոցում ելույթներ եք ունեցել մարդկանց ու ասել եք ձեր ինքնիշխանության համար պիտի պայքարեք, այս անհեթեթ է։ Ինքը չի կարող դրան որևէ բան հակադարձել։ Իրենք չեն կարող դրան հակադարձել։ Իդեպ, պարոն Սարգսյան, նույն տրամաբանության մեջ չհակադարձեց նաև Սամվել Կարապետյանը, ընդհանրապես ասաց այդ ինֆորմացիային շանտեղ մի դրեք, չասաց, որ ինքը դրա հետ կապ չունի, ինքը հերքում է, ինքը հաստատում է, ինքը դատի կդիմի, դատական հայց կներկայացնի, ինսայդերի հրապարակման մասին է խոսքը, ընդհանրապես ասաց շանտեղ մի դրեք եւ անցեք առաջ։ Դե իրեն ով է ասել, որ մեր ժողովուրդը դրան շանտեղ է դնում։ Մեր ժողովուրդը ուղղակի դրանում համոզված է, որ այդ կուսակցությունները ամբողջական ռուսական ուղեցրում են, որ Ռուսաստանը կպած պաշտպանում է այդ կուսակցություններին ու բանը հասնում է նրան, որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասում է, որ այ մեր բարեկամ է, ինչ կուսակցությանը կամ առանց անունը տալու, ինչու եք ասենք, թույլ չեք տալի ընտրություններին մասնակցելու, ավելին ազատությունից եք զրկել։ Իմ կարծիքով Ռուսաստանի նախագահի անձնական օլիգարխը լինելը, իսկ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի նախագահի անձնական օլիգարխն է։ Ինչով եմ դա հիմնավորում Ամերիկայում հրատարակված Մոսկովյան ռիպորտով, որտեղ Պուտինի 200 անձնական օլիգարխների անուններն են նշված, եւ այդ մարդիկ իրավունք չունեն Միացյալ Նահանգներում լուրջ գործունեություն ծավալելու, այս անձնական Պուտինի անձնական օլիգարխ լինելը նույն չափ կախվածություն ունի, ինչքան դաշտային ֆեդերալ ծառայության եֆրեյտոր լինելը կամ գեներալ լինելը։ Ոչ մի տարբերություն։ Այդտեղ ես, թե այդտեղ չես, դու աշխարհի ամենակախված մարդն ես։ Քո խնդիրը Ռուսաստանը կլուծի վայրկյանների մեջ։ Դու չես կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, դու չես կարող որևէ պետության շահ ներկայացնել, որտեղ դու քո շահերը չես կարող այդ երկրում ներկայացնել, որտեղ կամ 14-րդ հարկից ներքև կգցեն, կամ կունեզրկեն, կամ ինչպես Բերեզովսկին կգտնեն կախված հյուրանոցի լոգարանում, կամ ինչպես Խադարկովսկին կբանտարկեն ու ունեցվածքդ ամբողջ կխլեն։ Անկամ եթե դու ուղիղ քաղաքական գործիչ ես, ինչպես Նեմցովը, կամուրջի վրա քեզ կսպանեն կամ բանտում կթունավորեն։ Ռուսաստանը այս կարգի երկիր է։ Սամվել Կարապետյանը այդ երկրի օլիգարխն է։ Այդ ավելի մեծ կախվածություն է, քան ՖՍԲ-ում ամեն ուրբաթ թուղթ գրող աշխատակցի կախվածությունը։ Վստահաբար եմ ասում։ Այսինքն այս մարդիկ Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում տեսակետ ասելու հնարավորությունը իրենք էլ են հասկանում, որ չունեն։ Թե ինչի համար է այս ամբողջ շոուն, տերերին ցույց տալու։ Ընդհանուր առմամբ իրենք երկու բան են բերում։ Առաջինը հետևյալն է, որ իրենց պարագայում այս խաղաղությունը կլինի հարատև, ուժեղ եւ որպես լուծում քաղաքական առումով սկսած Ռոբերտ Քոչարյանից վերջացրած Սամվել Կարապետյան ասում են, որ թրիպը պետք է վերանայել։ Թրիպը ստորագրվել է օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահի հովանավորությամբ։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հովանավորությամբ։ Իրենք նոյեմբերի 9-ի ստորագրվածի ժամանակ երբեք չեն ասել, որ այս ստորագրված փաստաթուղթը, որը որ կա, խաղաղություն չի ապահովում եւ պետք են լրացուցիչ երաշխավորներ։ 2 օր առաջ Արտաշատում այդ մասին խոսում էր Ռոբերտ Քոչարյանը, որ լրացուցիչ երաշխավորներ են պետք։ Տպավորություն է, որ այդ երաշխավորները հերթ են կանգնած, Հայաստանը դեմ է, որ իրենք կան երաշխավոր կանգնեն։ Հայաստանն ուզում է միայն Ալիևի երաշխավորությունը, ու այս մանիպուլյացիան ներկայացնում են այսպես։ Իսկ իրականում օգոստոսի 8-ը կասկածի տակ դնելը ձեռնատու է Ռուսաստանին, որտեղ օգոստոսի 8-ից հետո ի տարբերություն նոյեմբերի 9-ի իրապես սահմաններին սկսեցին չկրակել։ Հայ մարդը տեսնում է, չէ՞, Փարքասը օգոստոսի 8-ից հետո որևէ հայ զինվոր կամ սպա չի վիրավորվել հակառակորդի կրակոցից։ Իրական խաղաղություն հիմա փաստացի, այն որ իրենք շատ սիրում էին ասել հողի վրա, դաշնակցական բառ է, էլի հողի վրա, այ հողի վրա այդ խաղաղությունը այսօր կա, վաղը կլինի, թե չի լինի, այդ խնդրի ուրիշ կողմն է։
Բայց օգոստոսի 8-ը աշխատել է, ու իրենք հիմի ուզում են օգոստոսի 8-ը քանդել։ Ում է ձեռնատու այդ քանդելը, նորից ձեր հարցը։ Միանշանակ Ռուսաստանին։ Որտեղ Ռուսաստանը այս տարածաշրջանում իր ազդեցությունը կարողանում էր բանակցնել մի պարագայում, երբ Հայաստան, Ադրբեջան չլուծված խնդիրներ կան։ Այդ դեպքում ինքը թե Ադրբեջանի վրա է ազդում, թե Հայաստանի վրա է ազդում, եւ թե Վրաստանին սոսկալի կախվածության մեջ է գցում։ Օգոստոսի 8-ին դեմ խոսողները Ռուսաստանի գործիքներն են Հայաստանում, Հայաստանի ներքաղաքական կյանքը խառնելու եւ Հայաստանի սպասվող խաղաղությունը հարատև դարձնելու գործընթացում։ Այս միանշանակ է։ Երկրորդ բանը, որը իրենք որ փորձում են տնտեսական դաշտում կամ այդ առումով ոչինչ չեն ասում, ասում են այսօրվա մասին 300,000 աշխատատեղ, չգիտեմ ինչեր, հիմի տեսան դրան այդքան էլ հետևող չկա, թվերն ավելի մեծացնում են, նորանոր թվեր են ասում, նորանոր ոլորտների ասում են ձրի կլինի ամեն ինչ եւ այլն։ Երկրորդ հետեւյալն է, այս մարտիկ եթե գալիս են իշխանության, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ինքը Եվտուշենկոյի սիստեմա ընկերության տնօրեն է եղել երկար տարիներ, իր կապիտալը այդտեղ կա, իսկ այդ ընկերությունը պատժամիջոցների տակ է։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը անցանկալի է որպես քաղաքական լիդեր Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների համար, որտեղ Ռուսաստանի կոռումպացված համակարգի մաս է, ում այդ երկրները ճանաչում են որպես այդպիսին։ Բայց իր մոտիվացիան նաև հասկանանք, պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը բավական երկար ժամանակ է ունեցել երկիրը կառավարելու համար, մինչև հիմա էլ այդ իմաստով հպարտանում է, գլուխ է գովում, որ իր կառավարման տարիները ամենախաղաղն են եղել, տնտեսությունը վագրային թռիչք է ունեցել, իհարկե այդ տարիների արտագաղթի ծավալի ու տեմպերի մասին չի խոսում, բայց այնուամենայնիվ հիմա, երբ ինչ-որ իմաստով առանց որևէ վիրավորանքի կարծես թե պիտի գնար եւ վայելեր իր թոշակը, այսպես ասած քաղաքական իմաստով թոշակառու է, մոտիվացիան ո՞րն է։ Ռոբերտ Քոչարյանը իմ համոզմամբ բանտում չէ մի պատճառով, որ Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին արգերևույթ ընկերական հարաբերություններ կան։ Այսինքն Ռուսաստանի նախագահը համարում է Ռոբերտ Քոչարյանին իր ընկերը եւ համարում է Ռուսաստանի բարեկամ մարդ եւ ուղիղ խնդրում է, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տալ ընտրություններին մասնակցել, չձերբակալել եւ այլ։ Սրան հակադրվել է Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ռիսկային ծաղիկները չեն տողի, չգիտեմ, աղվեսը կգա կացինը ձեռքին, ու ասում է թող մասնակցի, միևնույն է խզարելու է։ Ու դրա համար է հիմի անընդհատ ասում, որ ձեր բոլորին բանտարկելու եմ, ես եմ անելու իր բառապաշարը չօգտագործեմ, դրա կողմնակիցը չեմ։ Մարդիկ էլ ասում են 8 տարի իշխանության ես անեիր այդ ամեն ինչը, որովհետև այդ մարտի 1-ից բռնած մինչև են մնացածը, մինչև այդ եղել է, հիմի նոր չի եղել։ Բայց հիմա այս ընտրություններից հետո հիմի այս ընտրությունների համատեքստը հենց բերում են նրան, որ քո համար խնդրել են, քեզ թողել եմ, ժողովուրդը ինձ քվե է տալու, ու քվեից հետո այլևս դու այդ աջակցությունը չես ունենալու, ու դու դա ատվելու ես, այսինքն ժողովրդին ասում է ինձ քվե տվեք, ես հաղթեմ, իր համար խնդրել են, թողել եմ մասնակցի, բայց ինքը սրանից հետո որ պարտվեց վերջ, արդեն կարամ դատեմ, որովհետև այդ մարդը որպես քաղաքական գործոն այն խնդրողի համար որևէ կապ չունի։ Ու ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասաց, որ Պուտինը իր լավ ընկերն է, այս վերջի հարցադրությունը, ու ինձ չգիտեմ, երևի վերջին ժամանակների ամենաշատ նամակներն են գրել։ Բա դուք պատասխան չունեք Նիկոլ Փաշինյանին, որ ինքն ասում է Պուտինը իմ ընկերն է։ Ես էլ ասում եմ, այդ այն ողերիմ ընկերությունն ու բարեկամությունն է, որի արդյունքում հապկից դուրս չեն գալի, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանն առաջադրվում է, չգիտեմ, որի արդյունքում Սամվել Կարապետյանի կուսակցությունը գրանցվում է, հետո թույլ է տրվում, որ մասնակցի ընտրություններին։ Այդ ողերիմ ընկերության արդյունքն է։ Իսկ այդ ընկերությունը ինչի համար է գործում է, որովհետև այդ ընկերությունը չանելը իր մեջ շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում, այս համատեքստում։ Ու այս ընտրությունները այն Ռուբիկոնն են, որ մեր ժողովուրդը քվե տալով այդ Ռուբիկոնը արդեն հարթում է կոտ։ Այսինքն այս մարդիկ 70-ն անց են, այն մյուսը քաղաքական առումով ուղղակի դուրս կգրվի, որտեվ փորձարկվեց ու չկա էլ հետևից եկողը։ Չկա։ Սա Ռուբիկոն է։
ներքաղաքական կյանքի ու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության Ռուբիկոնն է, որ մեր ժողովուրդը պիտի իր քվեով տա։ Ու այդ քվեի առումով մեր ժողովուրդը կրկնակի հաղթանակ կունենա։ Խնդիրը այն չի, որ ես այդ կուսակցությունն եմ ներկայացնում կամ ես այդ մարդն եմ։ Եթե արևմտյան արժեքներ կրող կուսակցություն մտնի ազգային ժողով, այսինքն մեր ժողովուրդը քվետա նաև այսօրվա ազգային ժողովում, բացի ռուսամետներից ու բալանսավորողներից, որոնք Պուտինի հետ ընկերություն են անում, նաև ռեալ արևմտամետներ լինեն, որոնք քննադատեն նաև Պուտինի հետ ընկերություն անելը, բայց շատ ավելի պինդ քննադատեն ռուսական քաղաքականությունը այս դաշտում եւ արևմտյան ծրագրերը ներկայացնեն։ Պարոն Սարգսյան, ներողություն եմ խնդրում, դրա մասին դեռ կանդրադառնանք ձեր առաջարկների, բայց այնուամենայնիվ ես ճիշտ հասկացա, որ ըստ ձեզ այս ընտրություններից հետո այդ ընկերական խնդրանքի միջոցով Քոչարյանին կամ մյուսին չբանտարկելու մեխանիզմը չի գործելու եւ Քոչարյանը ըստ ձեզ դատվելու է, այսինքն վարչապետի այդ հայտարարությունները իրականություն են դառնալու։ Միանշանակ այո։ Այս ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը ու այսօրվա ռուսական թևի մասնակցող քաղաքական ուժերը Ռուսաստանի կողմից, կոնկրետ Ռուսաստանի նախագահի կողմից դուրս են գրվելու ուղղակի։ Այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղի ամբողջությամբ ռուսական ուղեծրում գտնվող ռազմաքաղաքական վերնախավը, որը ոչ միայն դուրս գրվեց, որին վերցրեցին նվեր տվեցին Ադրբեջանին։ Ասին Ադրբեջան ջան, ես էլ քեզ նվեր մենակ մտի հապ, ԿԻԱՏՄ ու մենակ Հայաստանի նկատմամբ այդ ամենօրյա հեսա կկրակեմ, հեսա այս կանեմ, սահմանին կմտնեմ, այս պահի, որ մենք այդ Հայաստանին կարողանանք բերենք սարքենք մեր գուբերնիան կամ դարձնենք մյուսենական պետություն կամ դարձնենք մեր համար գուբերնիա, այս ունիքի մասն էլ երկուսով հավասարաչափ կօգտագործենք։ Այդ դրա համար էր, որ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի 8 կետերը չանելուց հետո 2023 թվականին Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին բռնի տեղահանելուց հետո իրենք նորից խոսում էին նոյեմբերի 9-ին 3-րդ կետի մասին, Ադրբեջանն ասում էր երկաթե բռունցքով կբացեմ, Ռուսաստանը ոչ մի ձայն չէր անում, այդ նույն Սամվել Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանները եւ այլը ոչ մի բան չէին ասում, երևի մտքով ուրախել էին, որ այդպես լիներ։ Ու դրան հակադարձել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օբրայենը, որ բառացի ասել է, եթե դուք փորձեք ուժով լուծել այդ խնդիրը, Միացյալ Նահանգները կօգտագործի իր ողջ կազմը, նույնիսկ ստորակետ բաց չթողեցի ասածից։ Դրանից հետո կանգնեց։ 22 թվականին Ջերմուկում ով կանգնեցրեց։ Հայաստանի սահմաններին կրակոցները անընդհատ որ տեղի էին ունենում, ում ներկայությունն էր, որ այդ սահմանների կրակոցները Վարդենիսում, Արարատում, մարդիկ էին զոհվում, չէ։ Կանգնեցին, անգամ Նախիջևանի սահմանից սկսել էին կրակել, որ այս 30 տարիների ընթացքում երբեք չէր եղել։ Այդ ում հրահրմամբ էր։ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինի համար մեկ այդ Միացյալ Ռուսաստան գաղափարախոսության կրողը ասում է ուղիղ համացանցում այդ կա։ Ասում է, որ Ադրբեջանը հիմա մոռացել է, որ իրենք որևէ պարագայում չէին կարող հաղթել Հայաստանին, եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այդ թույլ չտար ու չօժանդակեր։ Պատերազմից հետո Շոյգուն ասում է, որ Թուրքիայի հետ լավ օպերացիա արեցին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բռնի տեղահանելուց հետո այդ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, բնակիչների անվտանգությունն ապահովող զորամասի հրամանատարը ելույթ է ունենում ռուս-թուրքական այդ համատեղ մշտադիտարկման կետում եւ ասում է, որ ադրբեջանցի եւ թուրք ընկերների հետ շատ լավ հաջողված գործունեություն կատարեցինք Լեռնային Ղարաբաղում։ Ռուսները, թուրքերը եւ ադրբեջանցիները դրանք Հայաստանի Հանրապետության համատեքստում միշտ նույն գծի մեջ են եղել։ Հետևաբար ինչ հետևություն պիտի անի նաև ընտրողը, պարոն Սարգսյան։ Հետևաբար հայ ընտրողը չի կարող չտեսնել, որ թե Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանում ու հայազրկումը, թե Հայաստանի Հանրապետության սահմաններին կրակելը ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն էր։ Ու այսօր ռուսը բարեկամ է, արևմուտքը թշնամի, ով որ արևմուտքի կողմից է, նա թուրք է, այս մտածելակերպը պարզ մանիպուլյացիա է։ Արևմուտքը մեծ առաջարկություններ է անում։ Արևմուտքը կանգնեցրել է պատերազմը, Արևմուտքը ամեն ինչ արել է, որ այդ պատերազմը չշարունակի, Արևմուտքի դրոշի տակ ստորագրված համաձայնագիր այսօր աշխատում է եւ Արևմուտքը հնարավորություն է տվել մեզ
խաղաղ աշխատելու ու մեր տնտեսությունը ոտքի անելու։ Հայ ընտրողը սրանից պիտի հետևություն անի ու ռուսական թևի այդ Ռուբիկոնին կանգնած ուժերին ձայն չտա, որպեսզի Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը լինի հարատև, դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ոտքի կանգնի։ Եվ դրա անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետություն ներդրումներ կան։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը իր ունեցած հանքահունքային ռեսուրսները եւ մարդկային ռեսուրսները ամբողջությամբ օգտագործի։ Եվ այդ օգտագործումից եկած գումարների մի մասը դնի բանակի վրա սպառազինության, մի մասը դնի գիտության վրա, զարգացման վրա։ Այս պարագայում է, որ Հայաստանի բանակը կարող է ունենալ 6-րդ սերնդի սպառազինություն, Ադրբեջանից ոչված սպառազինված եւ միայն ու միայն Հայաստանի Հանրապետության բանակն է, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը կարող է դարձնել հարատև։ Արևմուտքը հնարավորություն է տվել այս խաղաղության ընթացքում, որ չկրակեն սահմաններին եւ այլը, մենք համախմբված այս գործն անենք։ Հայաստանի ներսում կան մարդիկ, ովքեր կախվել են այդ հնարավորության են թույլ ոտքերից Հայաստանի դեպի անկախության, դեպի Եվրոպա գնալու, այստեղ համաժողով անելու այդ թույլ քայլերի ոտքերից ու մեզ ձգում են Ռուսաստան, Բելարուս։ Ու եթե մարդիկ կան, որ այդ գաղափարին գնում քվե են տալիս, այդ մարդիկ, չգիտեմ, այն իմ նշած հնդկահավի աչքերով աշխարհում նայող մարդիկ են, որովհետև հնդկահավին կերակրում են, հնդկահավին սիրում են, բայց գալիս է բարեկենդանի օրը ու հնդկահավի համար լրիվ անսպասելի դնում ու մորթում են։ Ռուսաստանը միշտ մեր հետ այդպես է վարվել։ Ռուսահպատակ ընդդիմությունը աշխարհին նայում է հնդկահավի աչքերով։ Դրա համար ասում եմ, որ մեր կուսակցությունը գնում է ազգային ժողով աշխատելու։ Մենք գնում ենք օրենսդրական նախաձեռնություններ տանելու, Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու, Հայաստանի բանակին համապատասխան ֆինանսներով ապահովելու, սպառազինություն գնելու առումով։ Ինչը կարող է մեզ վաճառել միայն Արևմուտքը, Եվրոպան ու Միացյալ Նահանգները, այդ սպառազինությունը Ռուսաստանը չունի, որ ուզենայել չի կարող տալ։ Իսկ մենք բոլորս հասկանում ենք, չէ, որ մեր զինվորը շատ խիզախ է, որ մեր զինվորի դիմաց մարտնչելը բարդ է, ուղղակի իրեն լավ սպառազինել է պետք։ Հիմա այս հնարավորությունից օգտվելու համար պիտի ազգային ժողովում ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության ռեալ փոփոխություն լինի։ Դրա համար մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու ու գնում ենք ազգային ժողով այսօրվա ոչինչ չանող ընդդիմությանը փոխելու։ Որտեւ այդ ընդդիմությունը այսօր ինչ որ փողոցներում ասում է, ազգային ժողով անցնելու պարագայում 5 տարի նորից նույն բանն է ասելու։ Բացի իշխանապողությունից ուրիշ ոչ մի բան չի խոսելու, բացի Ռուսաստանը սուրբ է, ուրիշ ոչ մի առաջարկ չի անելու։ Եվ վերջում թեև եթերաժամանակը չարաշահում են պարոն Սարգսյան, բայց շատ կարճ, քանի որ մենք այն տրամաբանության մեջ ենք քննարկում, թե ինչը ում շահից է բխում եւ ինչու, հակակոռուպցիոնի ամենօրյա բացահայտումները եւ այդ եղկելի խոսույթը, այդ մոտեցումը, որ այդ վերաբերմունքը, որ կա Հայաստանի Հանրապետության քաղաքացու հայ ժողովրդի նկատմամբ, դա ում շահերից է բխում։ Արդյոք դրանից շահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ ժողովուրդը կամ Հայաստան պետությունը։ Նախ որ հակակոռուպցիոնը ամեն օր բացահայտում է, շատ շնորհակալություն հակակոռուպցիոնի աշխատողներին, որոնք գործ են անում եւ որոնց գործի արդյունքում հայ մարդը, այն մարդը, որը իր մտքով, իր գաղափարով է քվեարկում, կարող է այս ընտրություններում որոշակի արդյունքի հասնել։ Բայց իմ կարծիքով հակակոռուպցիոնի բացահայտումները այդ եղածի 5-10%-ն էլ չեն, որովհետև այն ամբողջ ցանցը, ինչ այսօր աշխատում է, ֆինանսական միջոցներ բաժանելու դրանով քվե հավաքելու, անհամեմատ մեծ է, եւ դրա ապացույցը նաեւ նա է, որ այսքան հակակոռուպցիոնը ամեն օր բացահայտելուց հետո միևնույն է հաջորդ օրը նորից այդ թեմայով բաց համացանցում խոսող է լինում եւ հակակոռուպցիոնը այդ դնում է։ Ոստեղ խնդիրը գիտեք ինչու՞մ է։ Մենք դրա լուծում առաջարկել ենք։ Մենք առաջարկել ենք չգրանցել ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ուղղակի չգրանցել, որտեղ այդ մարդիկ, այդ մարդու ունեցած սեփականության 70%-ը Ռուսաստանում է, այդ մարդը Պուտինի անձնական օլիգարխն է, հետևաբար այնտեղից ամբողջությամբ կախված է։ Այս բոլորին ակնհայտ է, պետք էր չգրանցել եւ մենք կունենայինք ստիրիլ ընտրություններ, ստիրիլ Հայաստանի, որտեղ կմնար դաշտում Ռոբերտ Քոչյանն ու Գագիկ Ծառուկյանը, որոնց ընդհանուր քվե հավաքելու կամ այդ ուղղությամբ խնդիրները տանելու առումով նախ շատ ավելի հեշտ կլներ, որտեղ փողերի բաժանելը այդ ցանցը գիտենք արդեն։
վերահսկելը հեշտ կլներ։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանությամբ Թավիշով։ Հետո ասաց, գիտեք ինչ, ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, խնդրում եմ ինձ մուրճի մանդատ տվեք։ Հետո Չակուչը տվեցին, ասի, խնդրեմ։ Հիմա Չակուչով այս խնդիրները մինչև այսօր պիտի լուծած լիներ։ Եվ մենք նաև ազգային ժողով ենք գնում այդ կարգի խնդիրներ լուծելու, որ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունենա նման իրավիճակներում, նման քաղաքական ուժերի թույլ չտա գրանցել։ Որովհետև վաղը մի ուրիշն է գալու, ասելու է փաթեթավորեք այս երկիրը, ես լիքը փող ունեմ, գնում եմ։ Ես զարմանում եմ քաղաքացիական պայմանագրի պետաիրավական հանձնաժողովը ինչով է զբաղվել այսքան ժամանակ, որ իր կենտրոնական ընտրական հանձնաժողովին քաղաքական դրսից ուղղորդվող քաղաքական կուսակցությունների վտանգից ապահովված լինելու օրենքներ չի արել։ Տեսեք, ասենք Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ուղիղ պատասխանեց, ասաց մեր օրենքներով ու սահմանադրությամբ երկքաղաքացին չի կարող առաջադրվել։ Այդ պարագայում մենք պիտի օրենք ունենայինք, ասենք, որ գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքներով եւ այլնով նման կուսակցություններ չեն կարող գրանցվելու։ Հարցը փակվում էր, վերջ, ոչ մեկ չէր կարող որևէ բան ասել։ Վերջի վերջո Մոլդովայի Սանդուն այդ արեց, Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ օրենքն ունեցավ, այդ քաղաքական կամքն ունեցավ, արեց, Հայաստանին չունի։ Ինչու՞։ Այս խնդիր է։ Այդ դրա համար նաև մեզ կվետվեք, մենք այդ օրենքի նախագիծը պատրաստի ունենք։ Մենք որ ազգային ժողով մտանք, այդ օրենքը տանելու ենք եւ ձեզ վստահեցնում եմ, որ ես Պուտինի ընկերը չեմ, ու մեր պարագայում այդ մարդիկ հաստատ դատվելու են։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր, կհանդիպենք։